Նա իր հայտնի հոր արժանի ժառանգորդն էր, մարդ, որի ջանքերի շնորհիվ Սուեզի ջրանցքը դարձավ իրականություն, լոգիստիկ առումով մերձեցնելով Եվրոպան եւ Հնդկաստանը։ Եգիպտոսի կառավարությունը լսեց նրա խորհուրդները, իսկ եվրոպական ականավոր պաշտոնյաները գնահատեցին նրա կարծիքը։ Նա ներկայացրեց Հայաստանը Փարիզի համաժողովում, փորձելով նպաստել մեր իրավունքների եւ ազգային պետության վերականգնմանը։ Նա ստեղծեց ամենամեծ հայկական բարեգործական կազմակերպությունը, մարդ, ում մեծարում են Հայաստանից մինչև Եգիպտոս։ Ով էր նա, որ իր վերջին հանգրվանը գտավ Փարիզում, որտեղ նրան ճանաչում են որպես մեծագույն հայ բարեգործ։ Պողոս Նուբար-փաշա։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք մի մարդու մասին, որը ոչ միայն մեծ հայ բարերար էր, այլ նաև հայ բարեգործությանը տվեց ինստիտուցիոնալ բնույթ եւ սփռեց այն աշխարհով մեկ։ Մարդ, ում գործունեության հիմքում մշտապես ընկած էր անկախ Հայաստանի երազանքն ու տեսլականը։ Այսօր կխոսենք Պողոս Նուբար-փաշայի մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք տեսանյութը, եթե այն հավանեցիք, եւ սկսենք։ Հայոց պատմության ականավոր դեմքերի ճակատագրերը որպես կանոն այս կամ այն կերպ մշտապես հատվել են։ Մեր այսօրվա հերոսը Նուբար զորավարի ժառանգորդն է, որը 18-րդ դարի ազգային ազատագրական պայքարի ժամանակ Դավիթ բեկի հետ կողք կողքի կռվել է զավթիչների դեմ, որի մասին տեսանյութը կարող եք դիտել մեր ալիքում։ Թեպետ սյունեցիները խիզախորեն դիմադրում էին, սակայն թշնամու ուժերի հսկայական գերակայության պայմաններում ուղղակի ստիպված էին նահանջել։ Այնպես ստացվեց, որ Սյունիքի եւ Արցախի 300 ընտանիքներ, որոնց մեջ էր նաեւ Նուբար զորավարը, որպես իրենց նոր ապաստան ընտրեցին Զմյուրնյան, ներկայիս Իզմիր քաղաքը։ Նուբար զորավարը դարձավ փառավոր ընտանիքի հիմնադիրը, որն աշխարհին տվեց քաղաքական գործիչներ ու բարերարներ։ Ինչպես միշտ, նորաբնակ հայերի առաջին քայլը եղավ հայկական Մեսրոպյան դպրոցի հիմնադրումը։ Նրանք գիտակցում էին, որ իրենց երեխաների ապագան ազգային կրթության մեջ է։ Տարիներ անց այս դպրոցն է ավարտում Նուբար Նուբարյանը, Դավիթ բեկի զինակիցը, ժառանգորդը եւ մեր այսօրվա հերոսի հայրը։ Բայց ինչպես ստացվեց, որ հայ առևտրական ընտանիքի զավակը դարձավ Եգիպտոսի եւ Մերձավոր Արևելքի բարեփոխիչ։ 19-րդ դարի սկզբին հայերը Եգիպտոսում ոչ միայն կարևոր պաշտոններ էին զբաղեցնում արքունիքում, այլև ակտիվորեն զարգացնում էին երկրի տնտեսությունը։ Հայ ձեռնարկատերերի ջանքերով Եգիպտոսում հիմնադրվեց Մետաքսի առաջին գործարանը։ Սա կարևոր քայլ դարձավ տնտեսության արդիականացման եւ եվրոպական ներմուծումից կախվածությունը նվազեցնելու գործում, որին այդքան ձգտում էր ժամանակակից եգիպտական պետության հիմնադիրը Մուհամմադ Ալին։ Ավելին, ծխախոտի արդյունաբերության մենաշնորհը, որն ուներ ռազմավարական նշանակություն, փաստացի գտնվում էր հայերի